Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցելու եմ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանի հետ։ Տիկին Գրիգորյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Տիկին Գրիգորյան, հետևում եք վստահ եմ Սահմանադրական դատարանում քննարկվող հարցերի քննարկմանը, այնտեղ վիճարկում է 7 ընտրություններին մասնակցած կուսակցությունները եւ դաշինքները վիճարկում են ընտրությունների արդյունքները եւ պահանջում են, որ անվավեր ճանաչվեն։ Այս ընթացքից գոհ եք, դժգոհ եք Սահմանադրական դատարանի կամ ընթացքին հետևելով արդեն կանխատեսում եք Սահմանադրական դատարանի ինչ որոշում եք կայացնելու։ Միայն այն փաստը, որ մասնակցող ուժերից 7 դիմել են Սահմանադրական դատարան, դա ինքնին ցույց է տալիս, որ ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն եւ դա տարբեր տեսանկյուններից է իհարկե մեկնաբանվում, բայց ամեն դեպքում բոլոր կողմերն էլ ընդունում են, որ խնդիր կա ձևավորված արդյունքների տեսանկյունից։ Ավելին ԿՊ-ն չի դիմել իհարկե Սահմանադրական դատարան, բայց ինքն էլ իր հերթին է համարում արդյունքները ոչ ճիշտ, իհարկե մատնանշելով ընդդիմության հետ կապված տարբեր խնդիրներ։ Այսինքն բոլոր կողմերը ընտրության մասնակցած բոլոր կողմերը ֆիքսում են, որ ընտրության արդյունքները լեգիտիմ չեն։ Սա որպես առաջին արձանագրում։ Սահմանադրական դատարանից ի սկզբանե մենք հայտարարել էինք, որ շատ մեծ ակնկալիքներ չկան, իհարկե փոքր հույս թողնելով, հնարավորություն տալով Սահմանադրական դատարանին եւ դատավորներին անաչառություն դրսեւորել եւ ճշմարտությունը արտահայտել, բայց այնուամենայնիվ շատ մեծ հույս չկա, բայց դուք ասացիք անվավեր ճանաչել, այնտեղ գիտեք բողոքները մի քանի դերվագներ ունեն ամբողջությամբ անվավեր ճանաչելու, ԲՀԿ-ի հետ կապված դերվագը, որը իհարկե բացարձակապես բոլորի համար ակնհայտ է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայներն ուղղակի այսպես ոտի տակ են տրվել ու Բարգավաճ Հայաստանը դուրս է մղվել քաղաքական պայքարից, խորհրդարանից։ Սա որևէ մեկի համար կասկած չի առաջացնում, ավելի նույնիսկ Նիկոլ Փաշինյանին ընտրողների մոտ սա որևէ հարց չի առաջացնում, հասկանալի է ԲՀԿ-ին ուղղակի հանեցին իրենց համար այդքան երազելի 3/5-րդը ստանալու համար։ Ուզում հիշեցնել, որ սա այն ուժն էր, որ գնում էր ընտրություններին սահմանադրական մեծամասնություն ստանալու ակնկալիքով ու նույնիսկ սպառնում էր ժողովրդին, որ եթե ինձ սահմանադրական մեծամասնություն չտաք, Ալիևը պատերազմ է սկսելու, ավելիչ պատերազմ է լինելու, հիմա ԲՀԿ-ին մի քաղաքական ուժին հանելու սցենարը իր համար ավելի ընդունել է, միայն թե ունենա գոնե 3/5-րդը, որով կկարողանա որոշակի օրենքներ անցկացնել եւ պաշտոններ նշանակել։ Այսքան ակնկալիքների մասով շատ մեծ բան իհարկե ասել չեմ կարող։ Ի թիվս այլ արգումենտների, որ ներկայացվեցին մեր գործընկերների կողմից Սահմանադրական դատարանում, որոնք շատ փաստարկված էին, շատ համոզիչ էին նախընտրական շրջանում տեղի ունեցածի վերաբերյալ, ես կուզենայի նաեւ առանձնացնել Տաթևիկի Սողոյան ելույթը, որտեղ նաև բյուջեից չարաշահումների մասին է խոսվում, որովհետև այո, մեր ներկայացուցիչը գիտեք ամբողջ քաղաքական այս գործընթացներում հիմնական քաղաքական ենթատեքստը նշվում է, հասկանալի հռետորաբանությունը, նարատիվները եւ այլն, բայց Տիկին Սողոյանի ելույթի մեջ մեկ հստակ գծով անցկացվում էր գումարների հետ կապված անհամապատասխանելիությունը եւ որոշակի չարաշահումներ, որ տեղի են ունեցել նաեւ հնարավոր են տեղի ունեցել պետական բյուջեից, բայց քանի որ հասկանալի է, որ հակակոռուպցիոն կոմիտեն քննչականը նման նախանձախնդիր կերպով չէին վերաբերելու, ես կարծում եմ շատ կարևոր էր հենց իր ելույթը, որովհետև այստեղ տեսեք ինչ է ասում։ Գիտեք, որ քարոզչությունն այդ քարոզարշավն ամբողջությամբ պատվիրակվել էր մեկ կազմակերպությանը ԿՊ-ն, որը Դոմինո է կոչվում, եւ այդ կազմակերպությանը հատկացվել է 342 միլիոն դրամ, 11 տարբեր հանրահավաքներ, այսինքն այդ ընթացքում բեմի տեղադրման համար իրենց այդ կրծքանշան, այդ բրենդավորված մեքենաները սրտիկով որ ամբողջ Հայաստանով պատտվում են, այսինքն այդ ամեն ինչի համար տրամադրվել էր 342 միլիոն դրամ, մինչդեռ ԿՊ-ի բյուջեից։ ԿՊ-ի այդ ֆինանսավորումը, հա, կուսակցության ֆինանսավորումը այդպես է, մինչդեռ պարզվում է, որ ընդհանրապես օրինակ հունիսի 1-ին կայացված տեղի ունեցած միջոցառումը, որ երեխաներին նվիրված Երևանում, մեկ բեմի տեղադրման եւ մեկ դրոնային շոու իրականացնելու համար ծախսվել է 359 միլիոն։ Այսինքն ԿՊ-ն 11 հանրահավաք արել, դրոնային պետական միջոցառմանը ծախսվել է այնքան, որքան 11 քարոզչական միջոցառում, որը հասկանալի է, որ այստեղ խնդիր կա, քանի որ գիտեք, որ քարոզարշավի ժամանակ որոշակի ֆինանսական սահմանափակումներ կա, հա, տրամադրվող ռեսուրսների տեսանկյունից, այստեղ էականորեն ավելի քիչ գումար են գրել, որովհետև նորից եմ կրկնում, մեկ դրոնային շոուն եւ մեկ բեմահարթակը եւ մի փոքր մի թեթև այլ միջոցառումներ Երևանում հունիսի 1-ին դրա վրա ծախսվել է 359
39 միլիոն դրամ, իսկ ԿՊ-ի ամբողջ քարոզարշավի ընթացքում 11 հանրահավաք, դրոնային շոուներ, այդ կրծքանշանները, ամեն ինչն իրար հետ 342 միլիոն դրամ, այսինքն հասկանալի է, որ այստեղ խնդիր կա։ Բայց ինչն է հետաքրքիր, ինչ եզրահանգման են գալի։ Ես հիմա գալիս եմ, բայց հետո գալիս է նաև մեկ այլ միջոցառում, որ տեղի ունեցել մայիսի 28-ին, եւ այդ ժամանակ դուք գիտեք զորահանդեսներ, որը էլի քարոզչական նպատակներ ուներ, այստեղ երկրորդ կարծիք չկա, զորահանդեսին տրամադրվել է 419 միլիոն դրամ, էլի այդ նույն կազմակերպությանը։ Իսկ այնտեղ ինչ էր, ընդամենը մի բեմ էր տեղադրված, օթյակ էր, մարդիկ նստած էին, մեկ էլ արագածից չստացված մակետ էր։ Դրա համար 419 միլիոն դրամ։ Այսինքն հնարավոր է գալ եզրակացության, հնարավոր է ենթադրել, որ հաշվի առնելով որոշակի սահմանափակումները կուսակցության կողմից տրամադրվող քարոզարշավին, այնտեղ քիչ թիվ են գրել, հետո պետական բյուջեից փոխհատուցել են մեծ հաշվով այդ գումարը տվյալ կազմակերպությանը։ Այսինքն այստեղ բավականին մեծ հələ ֆինանսական ծախսերի հետ կապված լուրջ խնդիրներ կան, որոնք հետագայում մենք եւս հետևողական կլինենք, որպեսզի պատկամարմինները դրանցով զբաղվեն։ Էլի մեծ հույս չունենք, ինչու եմ սա ասում, որովհետև 23 թվականի Երևանի քաղաքապետի ընտրության ժամանակ կուսակցության ֆինանսավորման մասին մի ծավալուն տեղեկատվություն հայտնվեց մամուլում, այսպես հետաքննություն, որտեղ ցույց էր տրվում, որ մարդիկ, ովքեր նույնիսկ, չգիտեմ, ամսական 200,000, 3,000 դրամ էին ստանում եւ որևէ կապ չունեին ԿՊ-ի հետ, փաստացի փոխանցել էին նրանց 1.5 միլիոն դրամ, որ չէին էլ կարող ֆինանսապես հնարավոր էլ չէր այդ մարդիկ որ փոխանցեին, բայց պարզվել էր որ գոյություն ունեն մարդիկ, ովքեր այդպես անznազոհաբար ինչ որ տեղից գտել էին եւ միլիոններ էին փոխանցել ԿՊ կուսակցությանը իրենց նախընտրական քարոզարշավի համար։ Դա հետո փոխկապակցվեց տարբեր կազմակերպությունների հետ, այդ մարդիկ պարզվեց ինչ որ կոնկրետ կազմակերպություններում են աշխատում։ Այսինքն առերևույթ հասկանալի էր, որ այդտեղ ֆինանսական խնդիրներ կան, բայց դատախազությունը փակեց թեման, սկզբում բացեց, իբր քննություն է ընթանում, վերջում փակեց, բա խնդիրներ չենք տեսնում, բայց այս առումով էլ ամբողջ նախընտրական քարոզարշավը գնացել է բյուջեի մսխման, հանրային միջոցների մսխման տրամաբանությամբ եւ այն դրա մասին մենք շատ ենք խոսել եւ թոշակների բարձրացումը, որ բյուջեով սահմանված կերպով չի եղել։ Այո, սա մեծ հաշվով բյուջետային ընտրակաշարք է, սա էլ ֆինանսական մեր հասարակության, մեր ժողովրդի վճարած հարկերից ուղղակի մսխումները, որ իրականացվում են։ Ձեր հիմնավորումները հասկանալի են, Տիկին Գրիգորյան, բայց կանք այն հարցին, թե ինչ է ակնկալում Սահմանադրական դատարանից, հիմա դուք խոսում եք ԿՀ-ի որոշման մասին, որով առնվազն Բարգավաճ Հայաստանին թույլ չտրվեց մտնել խորհրդարան, Վագն Հովակիմյանը, որ այդ կառույցի ղեկավարն է եւ այդ որոշումը կայացրել են, եկավ Սահմանադրական դատարան, պնդեց, որ նա կայացրել է իրավաչափ որոշում եւ խնդրեց Սահմանադրական դատարանին, որ մերժի բոլոր 7 դիմումները։ Կարծում եք Սահմանադրական դատարանը լսելու է այդ 7 ուժերին, թե լսելու է պարոն Հովակիմյանին։ Պարոն Հովակիմյանն իսկապես աննախադեպ կերպար է, կարելի ասել։ Լավ իմաստով եք ասում, թե վատ։ Չգիտես էլ հումորային, նա հավանաբար հումորային, որովհետև այդ պաշտոնը զբաղեցնող անձը, երբ որ չի կարողանում տարական հարցերի պատասխանել, իսկապես հումորային ժանրից է լինում, այսինքն իր հետ կապված արդեն ինչ-որ մեմեր են հայտնվել համացանցում։ Ունեք զինվորների քվեարկության ժամերի հետ կապված է։ Հա, չի կարողանում։ Նու հասկանալի է, չէ, իրան ասել են սենց պիտի անեց, հիմա չգիտի դրա տակից ոնց դուրս գա, հումորային իրավիճակում է հայտնվում։ Այսօր հարցնում է, եթե չեմ սխալվում, ՍԴ դատավորներից մեկը իրան հարցնում է, ասում է այդ բողոքը ընդդիմության տվյալ ընտրատարածքների հետ կապված եղել է ընտրության օրը գիշերը հաջորդ օրը։ Ինչու եք դուք 4 օր անց որոշում կայացրել, որ պետք է անվավեր ճանաչի։ Չգիտի ինչ ասի։ Չգիտի, ոչ չի ասելու։ Գիտեք, զանգել է, WhatsApp-ա գրել, չգիտեմ, ինչ որ մի բան ասել են, որ ես սենց եմ արել, չի կարողանում ասի, իսկապես անհարմար իրավիճակում է հայտնվում, իսկապես նախանձելի չի նրա կարգավիճակը հիմա, երբ ակնհայտորեն պետք է սուտ խոսա, երբ ակնհայտորեն պետք է իրականությունն այլ ձև ներկայացնի, բայց սա այն իրավիճակն է, որ կա, նորից եմ կրկնում, եթե դուք հարցում եք ակնկալիքների մասով, սա հնարավորություն էր նաև մեր լայն հանրությանը ցույց տալու ընտրակեղծիքների ամբողջ ծավալը, որ գոյություն ուներ, քաղաքականից, հռետորաբանությունից մինչև բյուջետային մսխումներ, այդ ամեն ինչը ներկայացվել է եւ շարունակում է ներկայացվել, թե ինչ որոշում կկայացվի, կրկնում եմ, շատ մեծ ակնկալիքներ չունենք, բայց սպասենք հուլիսի 4-ին։ Տիկին Գրիգորյան, դատանի կազմը էական է, որովհետեւ տեսանք առաջին օրը առնվազն երկու կողմից միջնորդություններ կային դատավորների հետ կապված, Հայաստան դաշինքը պնդում էր, որ Սեդա Սաֆյանը չպետք է մասնակցի, Բարգավաճ Հայաստանից Արամ Օրբելյանը հակառակը ասում է, դեռ այն երկու դատավորներն էլ, որ ինքն
ինքնաբացարկ էին տվել, թող իրենք էլ մասնակցեն, որ կազմը ամբողջությամբ լինի իրավազոր։ Ի վերջո կարծում եք էական է, որ դատավորները կմասնակցեն, որոնք չեն մասնակցի, դա ազդելու է ՍԴ-ի որոշման վրա։ Գիտեք, եթե մենք իսկապես այնպիսի երկրում լինեինք, որտեղ իրավունքը գերակա է, մենք կքննարկեինք այդ ամեն ինչը այդ ենթատեքստերով, հա, Սեդա Սաֆարյանը պետք է մասնակցի, թե չպետք է մասնակցի, ու այստեղ ակնհայտ է, որ չպետք է մասնակցեր, որովհետև առնվազն 2021 թվականին ինքը մասնակցում էր մի ուժի կազմում, այսինքն պատգամավորության թեկնածու էր Հանուն Հանրապետության կուսակցության կազմում, որը հիմա Սահմանադրական դատարան դիմում է ներկայացնել, այսինքն Բաբաջանյան-Շիրինյան դաշինքից է։ Հա, այդ ժամանակ Բաբաջանյան-Շիրինյանը դեռ միասնական էր։ Հա, ամեն դեպքում ակնհայտ է, որ Բաբաջանյանը նույնպես վիճարկում է ՍԴ-ում արդյունքները եւ հետեւաբար այդ համատեքստում փոխկապակցվածություն կա, շահերի բախում կա եւ այլն, այստեղ բնական է, օրգանիկ է եւ ոչ սուբյեկտիվ չի, այլ առավել քան օբյեկտիվ, որ նա չպետք է մասնակցեր այդ քննարկմանը, բայց այստեղ իհարկե դրա համար եմ ասում, այս ամեն ինչը հնարավոր է քննարկել, բայց հաշվի առնելով, որ մեր ամբողջ համակարգը պետական, նույնիսկ Սահմանադրական դատարանը, որ վերիշխանական է, առանձին սուբյեկտ է, ամբողջությամբ կարգավորվում է SMS-ային մակարդակով, հիմա տենց քննարկելը չգիտեմ, էլի որքանով է օրինաչափ, այսինքն այսօրվա ստեղծված իրավիճակին որքանով է համահունչ այդ նման թեմաները քննարկելը։ Ես կարծում եմ կկայացվի, եթե անաչառ լինեն, եթե իրանց տրված այս հնարավորությունն օգտագործեն, իսկապես կկայացնեն որոշում, այն որոշումը, որը ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացվել է, այն որ ԲՀԿ-ին է, այն առավել քան ակնհայտ է, այն որ չգիտեմ, այլ ում համար դա ակնհայտ չի։ Ես միջազգային գործընկերների հետ որ շփվում եմ, իրենց ներկայացնում ենք այն ամբողջ ծավալ ընտրախախտումների, որ կա, այդ ամեն ինչ իրանք տեսնում են, գիտեն, բայց ԲՀԿ-ի հետ կապվածը մասնավորապես իրենց համար այնքան ակնառու է, որ այդտեղ նույնիսկ բացատրելու կարիք չկա։ Դա որ միջազգային գործընկերներ որովհետև բոլորը լռում են Տիկին Գրիգորյան։ Քանի որ մասնավոր զրույցներ են, դրանք հրապարակային չեն, հիմա տենց անվանական չասեմ, բայց Հայաստանում հավատարմագրված դեսպանները, դեսպանատան անձնակազմը, իրենք բոլորն էլ տեսնում են։ Ախր ակնհայտ է, որ կար 60,000, մոտ 60,000 քվե, որ պարլամենտ անցած ուժը ուղղակի ասացին դու դուրս ես գալիս, որպեսզի իրենց 3/5-ը լրացվի, այսինքն տարական թվաբանություն, մաթեմատիկայից է, ինչու են լռում։ Հիմա եվրոպացի պաշտոնյաները գալու են աջակցել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ինչպես Եվրոպացի պաշտոնյաները ամբողջ քարոզարշավի ընթացքում այստեղ են եւ աջակցում էին ակնհայտ նման կարգի աննախադեպ ներգրավվածություն, որ միջամտության աստիճանի էր հասել, երբևէ չի եղել։ Այսինքն, երբ որ Տրամպից մինչև Վենս, մինչև Ռուբիո քարոզարշավի ընթացքում նույնիսկ եկան Մակրոնը եւ մյուսները անմիջական իրենց աջակցությունն են հայտնել, դրանից ավել սատարում հնարավոր չի եւ հետեւաբար այս այլ հետընտրական զարգացումներն էլ այդ ծիրի ներքո է, այսինքն քանի դեռ Նիկոլ Փաշինյանը համարում են իրենց տղան է, իրենց շահերը առաջ տանողն է, առնվազն հակառուսականության հայտարարությունների ծիրում է, գոնե կլռեն այս փուլում։ Այն փուլից, երբ Նիկոլ Փաշինյանը ձեռք չտա իրենց, երբ հասկանալի լինի, որ միջև վերջ իրենց ուզածը չի անում, այդ ժամանակ այդ ամբողջ դոսիեն կհանեն կդնեն սեղանին, կասեն, որ դու ոչ էլ լեգիտիմ ես, դու ԲՀԿ-ի ձայները գողացար, դու ընտրակաշառքներ ես, հա, նախընտրական փուլում բյուջեն մսխել ես եւ այլն։ Այդ ամբողջ փաթեթը այդ ժամանակ կհայտնվի։ Նկատի ունեմ աշխարհակահաղական շահերից ելնելով են արվում կամ չարվում հայտարարությունները։ Տիկին Գրիգորյան, ՍԴ-ից եւս մեկ հարց, այս օրերին որքան հետևում ենք իշխանության ներկայացուցիչները, նաեւ արդարադատության նախարարը ընդդիմությանը մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ, խոսում են հստակ քրեական գործերի մասին, մեղադրանքների մասին, որոնք առաջադրված են, օրինակ, ուժեղ Հայաստանի դեպքում ասացին 200 չեմ հիշում հստակ թիվը, 200-ից ավելի մեղադրանքներ են առաջադրված եւ այլն եւ այլն։ Հիմա սրա հետ մեկտեղ ինչու ըստ ձեզ նրանք չեն վիճարկում այս ընտրությունների արդյունքները, եթե հստակ պնդում են, որ ընդդիմությունը իր ձայները սկզբում Նիկոլ Փաշինյանն ասում էր 100%-ով, հետո շեմի իջեցրեց, ասաց 70%-ով ձեռք է բերվել միայն ընտրակաշառքի արդյունքում, ընտրակաշառքի շնորհիվ։ Այդ դեպքում ինչու իրենք չեն վիճարկում։ Օրինակ, գոնե Բաբաջանյանը վիճարկում է հենց ընդդիմության մասով, հենց այդ հարցի հետ կապված ընտրակաշառքի։ Տեսեք, իշխանությունը սովորաբար, երբ ինչ-որ մի բան անում է, պարտադիր չի, որ իր դեմքով է դա անում, սովորաբար իր արբանյակ ուժերով է անում, ինչպես ըստ դեպքում, հա, այդ Արման Բաբաջանյանի, ինչպես գիտեք, որ ուժեղ Հայաստանի նկատմամբ վարույթ հարուցեց կենտրոնական ընտրական հանձնաժողովում, էլի բանավեճի ժամանակ
ուղղակի ցուցում է տալիս եւ իր արբանյակ ուժերից մեկը թե երկուսը արդեն չեմ էլ հիշում իրեն կենտրոնական ընտրական կուսակցություններ հա հենց հանրապետություններ Գուրգեն Սիմոնյանին էլ ասաց բայց նա չարեց դա հա միայն ուրեմն հանրապետություն կուսակցությունը դիմեց կենտրոնական ընտրական հանձնաժողով այսինքն բաներ կան որ ինքը իր դեմքով չի նախընտրում անել այլ իր արբանյակ ուժերի միջոցով թեման առաջ է տանում բայց այստեղ մի կարևոր բան կար որ դուք ասացիք Փաշինյանը պիտակավորում է չէ ասում է 100% սկզբում ճիշտ եք ասում է 100% իմ ձայներ օրգանիկ են, ընդդիմության ձայները 100%-ով ոչ օրգանիկ են։ Հասկանալով, որ ամբողջ հակազդեցությունը որ գոյություն ունի, հիմա մի քիչ իհարկե տոկոսն իջացրել է, բայց դա իրական չի։ Ինչու է սա արվում։ Սա շատ կարևոր է հասկանալ, որովհետև ակնհայտ է, որ ինքն էլ չէր ուզենա այդպես պիտակավորել ամբողջ մեր ժողովրդի մի հատվածին, որովհետև մեծ հատված է, այսինքն 500-600 հազար մարդու ուղղակի այդպես պիտակավորելը դա խայտարակություն է հատկապես մի մարդու համար, ով հավակնում է երկրի կառավարումը շարունակել։ Իրան թվում է դա հնարավոր է անել, բայց ինչն է կարևոր, որ ինքը խնդիր ունի Ալիևին բացատրելու։ Ինքը խնդիր ունի Ալիևին բացատրելու, թե ինչպես է ստացվել, որ այսքան մարդ ձայն ա տվել իրեն ընդդիմադիր ուժերի։ Հիշում եք նույնիսկ ազգային ժողովի ամբիոնից ասում է, ես չգիտեմ, դժվար է բացատրել, թե ոնց է այսքան մարդ գնացել եւ Ղարաբաղյան շարժման շարունակականության համար քվեարկել։ Այսինքն այդ պիտակավորումները, այդ ընտրակեղծիքների մասին համատարած հայտարարությունները եւ այլն արվում է, որպեսզի այդ ֆոնը ստեղծի ինքը ու կարողանա Ալիևին բացատրի, թե ինչու է այդքան մարդ գնացել ընտրել ընդդիմադիր ուժերին։ Հակառակ բարեկամ, ինչպես նա է ասում, ստեղծել եք պատերազմի սպառնալիք, որովհետեւ ասած Հաջիևը եկել էր, որ փորձեինք կառավարել այդ սպառնալիքը։ Հաջիևը եկել էր իրեն հերթական ցուցումներն էր տալիս, հասկանալով, որ ընտրության արդյունքով ինքը սահմանադրական մեծամասնություն չունի եւ հետեւաբար չի կարողանալու սահմանադրության նոր նախագիծը անցկացնի։ Իրենք փորձում էին տարբերակներ գտնել, հասկանում եք, իսկ այն ամբողջ քարոզարշավի ընթացքում, որ ասում ենք Նիկոլ Փաշինյանը Ալիևին մարզպետն է, չենք չափազանցնում։ Ընտրություններից անմիջապես հետո առաջին պաշտոնյան, որ եկել է Հայաստան, Հաջիևն է եղել, եւ իրենց քննարկման ծիրում այդ հարցերն են։ Սահմանադրությունը ոնց փոխենք, որ սահմանադրական մեծամասնություն չենք հավաքել, բա ինքը պետքա դակլադը ներկայացներ, չէ՞, բա ոնց հաստատվել որ այդքան մարդ գնացել է ընտրել է անդիմադիր ուժերին։ Այսինքն էս է իրողությունը, երբ որ դուք ասում եք իրենք խոսում են այդքան ընտրակաշառքների դեպքերի մասին, ընտրակեղծարարությունների ընդդիմության կողմից, նկատի ունեմ, որ այդ նարատիվը գեներացվում է, որպեսզի ստեղծի իր համար պաշտպանական վահան Ադրբեջանի համար, այսինքն որպեսզի կարողանա բացատրել Ադրբեջանին, թե ինչպես է այսպես ստացվել։ Հիմա իշխանականները ես հետևեցի ելույթներին, ասում են դա պարզապես եղել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական գնահատականը։ Դա իրավական գնահատական չէ, դա չպետք է ազդեցություն ունենա, եւ ընդ որում համ ասում են, որ օրինակ 70%-ը կեղծված է, համ ասում են դա այն աստիճան խախտում չէ, որ ազդեր ընտրությունների արդյունքների վրա։ Դրա համար եմ ասում, իրանց նարատիվների ձեռքը կրակն են ընկել։ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական թիմին եւ մեր ամբողջ ժողովրդին թակարդի մեջ է գցել Ալիևի հետ բանակցությունների բերումով։ Ալիևին ասել է դու արի ես նախաստորագրես պայմանագիրը մենք պետքա չմոռանանք որտեղից ենք գալիս ինքը համոզել է որ նախաստորագրվի այդ պայմանագիրը բոլոր հնարավոր զիջումներն իրականացրել է ժամանակ լիներ կպատմեի թե որ փուլում ինչքան զիջումներ են իրականացրել ասել է գնում եմ վերընտրվեմ սահմանադրական մեծամասնություն վերցնեմ ժողովրդին ահաբեկել է տերորի է ենթարկել որ ինձ տվեք սահմանադրական մեծամասնություն թե չէ լինելու է պատերազմ մտածել է կվերընտրվի նոր կգնա սահմանադրության փոփոխության այսինքն պայմանավորվածություն Հիմա եթե չունի սահմանադրական մեծամասնություն, ինչ քայլեր ենք մենք սպասելու Նիկոլ Փաշինյանից։ Դե իրենք բան են, չէ, աճպարարներ են, ինչ որ ձև մի բան մոգոնում են, հիմա ինչ որ բաներ քննարկում են, ես գիտեմ ինչ որ ձևեր փորձում են քննարկել, մինչդեռ հնարավոր չի եթե ազգային ժողովում 2/3 չունես, դու չես կարող սահմանադրության նախագիծը դնել հանրաքվեի, այսինքն դա բան չի, էլի նոր բան չի, որ պետք է հայտնաբերենք, թե ինչ կմոգոնեն, ես դժվարանում եմ ասել, բայց այն որ փաստ է, որ ժողովուրդը մերժել է Ալիևի պարտադրանքով սահմանադրություն փոփոխելու օրակարգը առնվազն, դա էլ հոփաստ է, դա էլ հասկանալի, այսինքն ժողովուրդը այդ մի բանը պետք է հստակ իմանա, որ ինքը իր ձեռքով մերժել է Ալիևի կարած սահմանադրության ներքո ապրելու հանգամանք։ Հիմա օրինակ Նիկոլ Փաշինյանը այլ կերպ է մեկնաբանում, ասում է ժողովուրդը ինձ տվեց մանդատ, որպեսզի ես վերջնական փակեմ Արցախյան շարժումը եւ երբ նախընտրական շրջանում օրինակ ընդդիմությունն ասում էր
հեսա Նիկոլ Փաշինյանը ընտրվի, ադրբեջանցիները գալու են Հայաստան, այդ արևմտյան Ադրբեջան թեզերի իրագործման մասին էիք դուք խոսում։ Մենք տեսանք, հա, վերջին օրերին մի շարք միջոցառումներ ընդཐུպ մինչև որ Ադրբեջանում ասացին, որ այդ հարցը պետք է մտնի բանակցությունների օրակարգ։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ օրակարգում բանակցությունների չկա։ Հիմա այնտեղից հստակ ասում են պետք է մտնի, բայց Նիկոլ Փաշինյանն ասում է ժողովուրդը տվեց վերջնական մանդատ, որպես ես ամբողջությամբ փակեմ այդ հարցը։ Ինձ թվում է ինքը արդեն այլքանի որ բան չունի խաղարկելու, խաղակարդ չունի, ամեն անգամ ասում է, սա էլ անենք ու կլինի խաղաղություն։ Այս էլ անենք կլինի խաղաղություն։ Այլ ընտրվեմ կլինի խաղաղություն։ Այս համանդրությունը փոխենք կլինի խաղաղություն։ Ու դա անվերջ է, անվերջ process է։ Իրան քանի տարի զգուշացնում ենք, որ չկա Ադրբեջանի կողմից կամք խաղաղության հաստատման։ Իրենք ունեն նոր պահանջներ, իրենք այս փուլը դիտարկում են հնարավորություն մաքսիմալը կորզելու ու կորզել են այդ ընթացքում։ Կորզել են ամբողջ ընթացքում կորզել են անխոչնդոտ ճանապարհից մինչև Արցախի ամբողջական օկուպացիա, միջազգային հայցերի հետ քաշում եւ այլն եւ այլն։ Այս ամբողջը տեղի ունեցել մեր աչքի առաջ։ Հիմա համանդրության փոփոխությունը կրկնում է մեր ժողովուրդը թույլ չի տվել եւ ինչքան էլ իրենք աճպարություն փորձեն իրականացնել, իրավական միևնույնն է դա մերժելի օրակարգ է եւ դա ֆիքսված է, այսինքն նույնիսկ իրենց նկարած թղթերով, նկարած թվերով ընտրության արդյունքների դա ֆիքսված փաստ է, որ համանդրության փոփոխության օրակարգ չի ուզում մեր ժողովուրդը։ Տիկին Գրիգորյան, իդեպ երբ ես խոսեցի նաև Ադրբեջանի Արցախի էջը փակելու մասին, չգիտեմ լսել եք թե ոչ, բայց Նիկոլ Փաշինյանը նաև մեղադրում է ձեզ ընդդիմադիր падգամավորներին, ասում է, այ որ գալիս էիք եւ Արցախի դրոշներ էիք խորհրդարանում շարում, հենց դրա արձագանքն է եղել հիմա Ադրբեջանի այն թեզերը, որ մենք էլ վերադառնալու ենք, այսպես կոչված վերադառնալու ենք Հայաստան։ Հիմա եթե գնաք նորից խորհրդարան շարունակելու եք Արցախի դրոշները։ Այս մեղադրանքը իհարկե հիմարություն է, որովհետև Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը կամ ռազմավարական նպատակները չեն ելնում նրանից, թե Հայաստանում ընդդիմությունը ինչ է անում, դրոշը կա, թե դրոշը չկա։ Դե լավ, սա հոմանկապարտեզ չի։ Մարդիկ երկարաժամկետ հեռանկար ունեն, ռազմավարություն են գծել, ծրագիր են մշակել, թե ոնց պետք է այդ իրենց հիմնական ռազմավարական նպատակներին հասնել, չեն խոսում։ Լավ, այսքան տարվա ընթացքում անդադ դա ենք ասում, որ դուք մերժում եք քննարկել Արցախի ժողովրդի հայրենիք վերադառնալու հարցը։ Չէ՞։ Այդ հարցը Նիկոլ Փաշինյանը հանել է, ինքը իր ձեռքով հանել է որպես օրակարգ հայ-ադրբեջանական բանակցությունների սեղանից։ Ադրբեջանը հրաժարվել է նույն օրակարգից։ Ադրբեջանը հրաժարվել է, այսպես կոչված ադրբեջանցիների Հայաստան բնակեցման օրակարգից։ Ադրբեջանը չի հրաժարվել, որովհետև այստեղ հասարակություն է, ընդդիմությունը չի հրաժարվել, կոչեր է կանում։ Նախ պետական, այսինքն պետական մակարդակով քննարկումների հարց կա։ Այստեղ իշխանությունը պետական մակարդակով հրաժարվում է խոսել Արցախի ժողովրդի բնական իրավունքից հայրենիք վերադառնալու։ Հրաժարվել, ասում է, չկա այդ իրավունքը, մոռացեք այդ իրավունքի մասին։ Ասում է, դուք այստեղ պիտի տնավորվեք, Արցախի, հիշում եք, մի կնոջ հետ իր երեխայի ներկայությամբ կռիվ էր անում, որ դուք պետք է մետրոյի մեջ։ Այո, դուք այստեղ պիտի մնաք, մոռացեք դրա մասին եւ այլն եւ այլն։ Ինքը պետական մակարդակով այդ քարոզը տանում է, բանակցությունների սեղանն էլ ասում է, դա այլևս չի քննարկում։ Ադրբեջանը նույնը անում է, չնայած այստեղ իհարկե ստրատեգիական սխալ է քննարկել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը եւ ադրբեջանցիների այդ ֆեյք օրակարգը Հայաստանում բնակեցման նույն հարթության մեջ չեն բացարձակապես, բայց նույնիսկ եթե ինչ որտեղ որևէ մեկը նույն հարթության վրա հարցեր քննարկի, ինքը չի խոսում, հասկանում եք, ինքը չի խոսում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, նրանք ձևակերպել են Արևմտյան Ադրբեջանի համայնք, նրանք օրակարգ են առաջ տանում, հայկական տեղանուններն ադրբեջանականով փոխարինված, բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարություն են անում, հասկանում եք, ծրագիր է մշակված, կա ռազմավարական նպատակ, դրան ուղղված ծրագիր է մշակված, միջազգային օրակարգ է դա նույնիսկ դարձել։ Մենք որ տարբեր միջազգային գործընկերների հետ շփվում ենք, զգում ենք, որ այդ օրակարգը իրենց համար հասկանալի օրակարգ է, այսինքն իրենց ուղեղին նստած է, որ նման օրակարգ գույություն ունի։ Որովհետև ամեն օր անում են միջազգային կոնֆերանսներ, մեր բանի արտաքին քաղաքականության, այսինքն ձերեն հարցապնդում է, որ տեսեք դուք սենց բան եք ասում կամ դրոշը կա դրա համար Ադրբեջանը, դա ուղղակի հիմարություն է, որովհետև պետական մակարդակով այստեղ նույնիսկ հրաժարումից հետո Արցախի ժողովրդի իրավունքների մասին ընդհանրապես ոչ միայն վերադարձի, ընդհանրապես որևէ իրավունք քննարկելու հարցը փակած է համարում Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանը գնալով ավելի ագրեսիվացնում է իր հռետորաբանությունը Արևմտյան Ադրբեջանի հետ կապված։ Սա փաստ է։ Ինչքան էլ մեզ ասեն, վայ տեսեք դուք այսպես ստրաշլկաներ եք ներկայացնում, վախեցնում եք եւ այլն, չենք վախեցնում, բայց կարանք ջայլամ չլինենք գոնե։ Կարանք իրականությունը տեսնենք, երբ որ մեր սահմանից մեղրից մի քանի կիլոմետր այն կողմ
մեծ կոնֆերանս է իրականացվում, թեզեր են հայտարարում, ծրագիր են ներկայացում, կարանք գոնե դա տեսնենք։ Լավ, հիմա իրականությունը տեսնելով ընտրությունները անցան Նիկոլ Փաշինյանը կառավարությունն է ձևավորում։ Չի եղել, եթե նկատեք պետական որևէ, այսինքն ԱԳՆ-ի մակարդակը եւ այլն, որևէ արձագանք չի եղել։ Գոնե ասեն հարգելի կիրթ եւ կառուցողական Ալիև, դա խանգարում է մեր խաղաղության օրակարգին։ Ինչ որ տենց մի բան, հասկանում եք, որևէ կերպ չարձագանքելը պետական քաղաքականություն չէ։ Դե մեր ԱԳՆ-ից դեռ արձագանք չկա նաեւ, որ Իսրայելը օրինակ հայոց ցեղասպանությունն է ճանաչում։ Հա, լավա որ չկա, ես վախենամ, եթե լինի, կասեն ինչու եք ճանաչել, մենք կդատապարտեն։ Ես կարծում եմ ավելի լավ գոհ լինենք, որ դեռ չեն արձագանքել։ Տիկին Գրիգորյան, գալով ընդդիմության անելիքներին, վերջին օրերին հիմնական հարցը, որը հնչում է ընդդիմության հասցեին, ընդ որում այս հարցը նաև հնչեցնում են նախկին պաշտոնյաներ, իրավաբաններ, վստահ եմ նաև հետևում եք, ասում են դուք չեք վստահում այս համանդրական դատարանի իմաստը, որն է այնտեղ վիճարկել ընտրությունների արդյունքները։ Այդ հարցին մասամբ ես արդեն արձագանքեցի։ Նախ եւ առաջ սա հնարավորություն էր ավելի լայն ներկայացնելու ամբողջ բազան ընտրախախտումների, որ գոյություն է ունեցել։ Սա առաջին բանը, մոտիվը, եւ բնականաբար հասկանալի է, չէ, որ Հայաստանում չկա 3 հատ սահմանադրական դատարան։ Դուք ասում եք արձանագրել, բայց սահմանադրական դատարանը կարող է հակառակը վերջնական որոշման մեջ արձանագրի, որ չեն եղել խախտումներ։ Հա, ես նկատի ունեմ, որ լայն հանրության համար էս ամեն ինչը ավելի լուսաբանման տեսանկյունից։ Այո, լուսաբանման տեսանկյունից, որովհետև տեսնում եք, այնտեղ նաև առերեսում կա, չէ՞, ԿՀ-ին հարց հնչեցնելու հնարավորություն, ԿՊ-ին եւ այլն, այսինքն այդ առերեսման ժամանակ ավելի համոզիչ են դառնում են բոլոր փաստարկները, որ մեր կողմից կա, այսինքն հանրային լայն իրազեկում իրականացնելու հնարավորություն է նաև սա, բայց սահմանադրական դատարանը Հայաստանում միակն է։ Այսինքն չկա երկրորդ նորմալ սահմանադրական դատարան, ավելի անկախ սահմանադրական դատարան, որ ասես այստեղ չէ, այնտեղ գնաս։ Հիմա գոյություն ունեցող միակ սահմանադրական դատարանն է եւ այո, շատ մեծ հույս չունենալով, բայց միակ ինստիտուցիոնալ կառույցն է, որտեղ կարելի է դիմել։ Ավելին, մենք եթե այդքան խոսեինք ընտրախախտումների մասին ու չդիմեինք սահմանադրական դատարան, ընդհակառակը դուք մեզ հարց կտայիք, բայց ինչու չեք դիմում սահմանադրական դատարան։ Այդ ժամանակ հարցի պատասխանը չէր լինի։ Հա, իհարկե, հիմա ասում ենք, որ խնդիրներ տեսնում ենք, բայց մինչև վերջել ասում ենք գոնե մի քիչ հույս ունենք կամ մի քիչ հնարավորություն իրենց տալիս ենք անաչառ լինելու եւ SMS-ային որոշումներից դուրս որևէ որոշում կայացնելը անդրադառնանք, եթե ենթադրենք սահմանադրական դատարանը որոշում է, որ նշանակում է նոր ընտրություններ։ Արդյոք ընդդիմությունը այս սցենարին պատրաստ է, որովհետև կա նաև մեկ այլ տեսակետ, որ այդ նոր ընտրությունները գուցե հենց Նիկոլ Փաշինյանին ձեռնտու լինի ստանալու այդ սահմանադրական մեծամասնությունը։ Չէ, ակնհայտ է, որ նոր ընտրություններում Նիկոլ Փաշինյանը կարողանար հիմա կստանար էլի ամբողջ վարչական ռեսուրսը, ինչ ասես արել է, վախացրել է, ընդ որում ես դեզ իմիջիայլոց ասեմ, ընտրության իր ստացած ձայների մի զգալի հատվածը վախի գործոնով պայմանավորված էր, որ ասում էր ինձ ձայն չտա կլինի պատերազմ, էականորեն այդ մի կտորը եղել է։ Հիմա ինչ ասում, ասում է, եթե պատերազմ չի լինելու, այսինքն ակնհայտ է, որ սուտ է ասել, ակնհայտ է, որ ահաբեկել է եւ այն թվականակով ձայները, որ ինք ստացել է այդ վախի նաեւ գործոնով, պատերազմ խաղաղություն գործոնով պայմանավորված, արդեն չի լինելու։ Բայց ես վստահ եմ, որ ինքը որևէ կերպ չի կարողանալու ստանալ սահմանադրական մեծամասնություն ու նույնիսկ մեծամասնություն ավելի քիչ ձայն ստանալու։ Բայց կարևոր բայցից եք խոսում, Տիկին Գրիգորյան, ինչով եք վստահ։ Անեջան, բայց շարունակեմ։ Ամեն դեպքում ինքը հիմա ինքը կաղ է, ինքը հստակ չունի լեգիտիմության այն պաշարը, որով ինքը կարար ինչ-որ գործողություններ իրականացներ։ Եթե նույնիսկ ինքը գնա արտահերթ ընտրություններ, ինչը ես չեմ բացառում, որ լինի առաջիկա որոշ ժամանակահատվածում, ինքը միջև այդ փորձելու է ընդդիմությանը այս կամ այն ձևով վնասազերծել իր պատկերացումներով։ Այսինքն հենց հիմա ընդդիմությունը նույն կարգավիճակով ինքը թողնի ու նորից գնա արտահերթ ընտրությունները վնասազերծել օրինակ ընդդիմադիր առաջնորդները բանտում հայտնվեն, դա ենք հասկանում։ Տարբեր ձևերով, հա, տեսնում եք հիմա համատարած բաներ են, քրեական գործեր կան, այսինքն նախագահ Քոչարյանն ուզում է երկրից դուրս գա, պարզում է, որ սեկտը փակ է, անօրինական ձևով, հետո ինչ որ քրեական գործ են փորձում դնել տակը, որ դա արդարացնեն։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ինչ որ ԿՀ-ում միջնորդություններ ներկայացել, չգիտենք դա ինչ գործի հետ կապված է, Շանգրիլան փակեցին, Մուլցի հետ կապված wellness-ի հետ կապված խնդիրներ առաջացրեցին։ Հարկային տերոր ամենուրեք։ Հարկայինը բառացիորեն մտնում է բոլոր այն օբյեկտները, որոնք այս կամ այն ձևով կապված են ընդդիմության հետ, մեծ կամ փոքր, այսինքն փոքր կրպակ լինի, կրպակի հետևից են գնում։ Այսինքն հիմա այդ տերորի միջավայրն է։ Համենայն դեպս իշխանությունից եմ լսել հայտարարություն, որ իրենց էլ ձեռնտու չի այս պահին, այսինքն իրենց քաղաքական տրամաբանությամբ այս պահին ձեռնտու չի, հետեւաբար սահմանադրական դատարանից ակնկալիքները այդ առումով է, որ հատկապես շատ մեծ չի։ Լավ, իսկ
իսկ ձեր բոլոր թվարկած այդ ռեպրեսիաները, հարկային տերորներ, քրեական գործեր ընդդիմության առաջնորդների նկատմամբ դա ինչի նախապատրաստություն է։ Այսինքն հետ ընտրական փուլում իշխանությունների ինչին է պետք այդ ամբողջը անել, եթե նրանք չեն պատրաստվում նոր ընտրությունների։ Էլի, ես այնքան ցավով եմ ասում, որ մենք շատ հաճախ փորձում ենք տրամաբանություն գտնել հատկապես ներհայաստանյան իրողությունների տեսանկյունից։ Մինչդեռ այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, կրկնում եմ, հիշեք, Նիկոլ Փաշինյան հավասար է Ալիևի մարզպետ։ Ինքը անում է արտաքին ազդակներից ելնելով։ Հիմա այս տերորը, որ իրականացվում է, ինքը փորձում է ցույց տալ, որ Ալիև չնայած այսքան մարդ գնացել է, այս ընդդիմադիր ուժերին ընտրել է, բայց հենց էս ոնց եմ այդ ռևանշիստների փորձում չեզոքացնել։ Չէ, իրանք երկուսով պայմանավորվել են, որ մենք ինչ ռևանշիստ ենք։ Իրենք փորձում են այդ ձև, այսինքն այդ օրակարգը դրա համար է, այս համատարած ձերբակալությունները, վախի մթնոլորտը, քրեական գործերի մասին հայտարարությունները, բացառապես այդ տրամաբանությունն են Ալիևին հանգստացնելու, այսպես ասենք, հա, ներքին ռեպրեսիաները նախ եւ առաջ Ալիևին հանգստացնելու տրամաբանություն ունեն, որ դու հանգիստ եղի, ես իրավիճակին տիրապետում եմ, նորմալ մարզպետ որպես նշանակել ես, հիմա թող ես հանգիստ իմ գործը անեմ։ Այդ տրամաբանությունն ունի։ Ընդդիմության անելիքների մասով Տիկին Գրիգորյան վերջին շրջանում լսում էինք ընդդիմությունը համախմբվի, խորհրդակցություններ իրականացնենք, արտախորհրդանական ուժերի հետ հանդիպում եք։ Տեղի են ունենում հիմա կոնսուլտացիաներ, գիտեք, որ մեր դաշինքն էլ իշխան Սաղաթելյան հայտարարել էր դրա անհրաժեշտության մասին, ավելի ուշ Սամվել Կարապետյանը խոսեց համախմբման կոնսուլտացիաների մասին կարևորության, ես դա կարծում եմ շատ կարևոր է։ Ընդդիմադիր ճակատը պետքա իսկապես հանդես գա որպես մեկ հստակ ճակատ ընդդեմ այն բոլոր ապօրինությունների ու հնարավոր զարգացումների, որ կլինեն։ Տեսենք, իսկապես մեզ առաջիկայում բարդ փորձություններ են սպասում։ Սա էլ բարդ իրավիճակ է հիմա ինչ որ տեղի ունեցել հետընտրական շրջանում, բայց ավելի բարդ հնարավոր իրավիճակներ են լինելու սկսած սահմանադրության փոփոխությունից։ Այդտեղ ընդդիմությունը պետքա միասնական կամ ավելի համատեղ աշխատանք իրականացնի, եթե ոչ այդ միասնականության, այլ գոնե համադրված մոտեցումներով աշխատանք իրականացնի։ Նույնը նաև քաղբանտարկյալների մասով, դու գիտեք, համատարած մարդիկ ձերբակալության մեջ են, կալանավորվում են, Ավետիք Չալաբյանը վերջերս կալանավորվեց, մեր գործընկերների նկատմամբ տարբեր քրեական հետապնդումներ են նախաձեռնել, այսինքն մեզ լուրջ ճակատ է պետք ընդդեմ այդ քաղաքական ռեպրեսիաների, այդ ապօրինությունների։ Եվ նաև միջազգային հանրության հետ շփվելու ինչ որ հետաքրքիր ֆորմատ պետք է մտածի ընդդիմությունը։ Հիմա տեսեք, ես վստահ եմ, եթե հարցնեմ մանդատների մասին, դուք ասելու եք սպասենք Սահմանադրական դատարանի որոշմանը։ Ճիշտ եմ վստահ։ Տեսեք, ախր այդ մանդատների հարցը ընտրություններից անմիջապես հետո առանձին անհատների կողմից նետվեց քաղաքական հանրային դաշտ որպես թիվ 1 հարց, մինչդեռ դա թիվ 1 հարցը չէր կարող լինել։ Այսինքն քաղաքական ուժերը այնտեղ նստած հաշվում են ձայները եւ այլն, մեկ էլ մարդիկ մտնում են մանդատ վերցնում եք, թե չեք վերցնում։ Մանդատ վերցնել չվերցնելը պայքարի շարունակականության տրամաբանության ներքո է լինել։ Այսինքն, եթե մենք կարծենք Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որ պայքարի շարունակության համար ենթադրենք Սահմանադրական դատարանը որոշումը ոչ մի բան չփոխի, հա, հիմա այդ ելակետից։ Այո։ Ապա այդ դեպքում պետք է հասկանալ մանդատը վերցնելով ենք ավելի էֆեկտիվ շարունակում պայքարը, թե չվերցնելով։ Դա է, թե չէ զուտ հենց մանդատի բան այսպես բերել կենտրոնում դնել մանդատը ճիշտ չի եղել, բայց դրա մասին առիթ ունենալու ենք խոսելու։ Ուղղակի ժամանակավրեպ էր այդ ամբողջ քննարկումների շարքը։ Հենց հարցս դա էր, ինչ ընդդիմությունը հայտարարում է, որ մենք սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը, գուցե նոր ընտրություններ լինեն, նույնիսկ եթե հավանականություն ցածր եք համարում, մենք տեսնում ենք իշխանական թևում արդեն պաշտոնները բաշխվում են, արդեն ազգային ժողովի նախագահ է ընտրվել, հիմա արդեն փոխնախագահների տեխնացու, այո, Ռուբեն Ռուբինյանը հիմա փոխնախագահի տեխնացուներ կան եւ քվեարկություն է իրականացվելու։ Այսինքն կարծես ակնհայտ է, հա, որ այս ազգային ժողովը այնուամենայնիվ ձևավորվում է։ Դե իշխանության ցանկությունն է այդպեսին, բարձ չի, այսինքն իրանց պատկերացումներն այդպեսին են։ Իրանց պատկերացումներով արդեն կա ձևավորված ազգային ժողով, որը իրանք համարում են խնդրահարույց ընդդիմության մասով, հա, իրանք են ասում, որ չի կարա հասկանում եք, պարլամենտը չի կարա մի մասը սենց լինի, մի մասը նենց լինի, ուրեմն հետեւաբար ամբողջական պարլամենտը խնդիր ունի։ Բայց տեսակ նույնիսկ Ռուբեն Ռուբինյանի ընտրությունից հետո ՔԼՉ շնորհավորեց։ Այո։ Ընդհանրապես տեխնացու էր ընտրվել, ի վերջո ազգային ժողովն է ընտրում, չէ, ազգային ժողովի նախագահը, բայց ՔԼՉ շտապեց շնորհավորեց, այդտեղ այդ ենթատեքստն էլ պետք է շատ հաշվի առնել։
ինչ առումով հաշվի առնենք։ Թուրքական որոշակի ազդեցությունը կամ միգուցե նրա բանագնաց լինելու հանգամանքը նաև նպաստեց, որ ինքը ազգային ժողովի նախագահ Այսինքն այնտեղի հորդորով գուցե, հա։ Դե հորդոր չեմ կարող ասել, տենց հորդոր եւ այլն, բայց ակնհայտորեն այդ կապը որոշակիորեն կա, հատկապես ՔԼՉ-ի հայտարարությունից հետո։ ՔԼՉ-ը այդքան շտապել շնորհավորել այն դեպքում, երբ որ ինքը հիմա գործող փոխնախագահ, էլ ինչ իմաստ պետք է ունենար։ Կարճ եթե ամփոփենք, իշխանությունը շտապում է եւ պաշտոններ է բաշխում, ընդդիմությունը դեռ չի շտապում եւ վերջնական որոշում չունի։ Ամփոփ։ Այո, ընդդիմությունը ամեն դեպքում այս պահին ինչ մենք խոսում ենք, Սահմանադրական դատարանում մեր գործընկերները ամբողջ փաստարկները ներկայացնում են եւ պայքարում են մեր պատկերացրածի համար։ Այսինքն հետեւաբար տրամաբանական չէր լինի, որպեսզի ես այս հարթակից այլ բան ասեի։ Այո, սպասում ենք Սահմանադրական դատարանի վերջնական որոշմանը։ Ես շնորհակալ եմ ձեզ։ Հիշեցնեմ, որ ես զրուցում եմ Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացու Աննա Գրիգորյանի հետ։ Մենք կհանդիպենք վաղ նույն ժամին։ Լավ եղեք։